Անունհոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի ունգընտիրներ։ Սկսած էինք Սուրբ Պատարագի մեկնությունը եւ խոստացած էի պիտի շարունակեմ, սակայն քիչ ուշացումով պիտի շարունակվի։ Շնորհակալություն գայտնեմ բոլոր անոնց, որոնք հետաքրքրություն հայտնեցին անպայման այդ մեկնաբանությունը կատարելու եւ պատարագը հասկանալի դարձնելու մեր ունգընտիրներուն եւ այս երկրորդ մասն է դասեն, որ պիտի հինենք եւ կվստահեցնեմ, որ ավելի արագությամբ պիտի ընթանա։ Միայն ասեմ իմ մեկնաբանությունս աղբյուրը Սուրբ Պատարագի մեկնաբանության մեծ մասամբ առնված է մեր պատարագը վերնակրով Վաչե Վարդապետ Ինքնատիոսյանի գրքին, որ գրած է 1979 թվին։ Ինչ է Սուրբ Պատարագը։ Անցյալ անգամին հագիրճ մը խոսեցանք ընդհանուր ցևով պատարագի մասին, անդրադառնալով ծիսական եւ բաժանմունքներուն, բայց այս անգամ քիչ ավելի մանրամասնությամբ պիտի ընթանանք։ Պատարագը, սիրելիներ, ամենասքանչելի եւ անբացատրելի խորհուրդն է։ Ինչպես 10-րդ դարում Խաչատուր Վարդապետ Դարոնացին գրե խորհուրդ խորին, անհաս անսկիզբ։ Այս խորքի մեջ շարական մնե, որմով մենք կսկսենք մեր Սուրբ Պատարագը եւ որուն թարգմանությունն է խորհուրդ խորին, մարդկային մտքով անհասանելի։ Ինչ որ գտեսնենք մարդկային հավատքի աչքերով, պիտի չանանք այսօր ցեզի հասկանալի դարձնել այս մի քանի դեսանյութերով։ Սուրբ Պատարագի խորհուրդը, ինչպես տեսանք, հաստատվեցավ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի կողմէ իր մատնության գիշերը։ Սուրբ Պատարագը կմատուցվի անոր խաչելության եւ մահվան հիշատակին եւ միևնույն ժամանակ մեզ բարեպաշտ հավատացյալներուս հոգևոր եւ աստվածային սնունդը դալու համար։ Ինչպես մեր Տերը Հիսուս Քրիստոս գսե. եթե մարդու որդվույն մարմինը չուտեք եւ անոր արյունը չխմեք, ձեր մեջ կյանք պիտի չլա։ Հովանու Ավետարանի 6-րդ գլխու 54-րդ համարի մեջ։ Նախ եւ առաջ պետք է հասկանանք, թե ինչ է պատարագ։ Պատարագ բառին իսկական իմաստը անշուշտ զանազան իմաստներ ունի, կնշանակե զոհ, ընձա, նվեր եւ այլն։ Սակայն այստեղ մեզի ծանոթ իմաստով կնշանակե Քրիստոսի մարմնին եւ արյան խորհուրդը եւ անոր իրականացումը արարողության ընթացքին, Սուրբ Պատարագի արարողության ընթացքին։ Պետք է ասել, որ զոհի պատարագի ընձայումը, այսինքն զոհ մատուցանելը, այս նվերապերումը մարդկային պատմության սկիզբեն ի վեր գոյություն ունեցած է բոլոր ազգերուն մեջ։ Այդ զոհը կամ ընձան, քարնուկ կրնարլալ, նոխազ, ուտեստեղեն, քույք, զարդարեղեններ եւ այլ տեսակի նվերներ մարդիկ կմատուցանեին իրենց չաստվածներուն, իրենց պաշտած արձաններուն։ Եվ այս զոհությամբ իրենք կգարձեին, թե պիտի սիրաշահին իրենց աստվածները եւ անոնց բարեացակամությունը եւ պիտի մեղմացնեին այդ չաստվածներու ահավոր փառքությունը։ Ուրեմն ավելի վախի զգացումով է, որ մարդիկ կգադարեին այս տեսակի պատարագները, քան երախտապարտությունը։ Կարճ նաև
գուզեմ տեսնենք միասին, թե հին ուխտի մեջ բադարակը ինչպես կներկայացվեր, կամ ինչպես կընդունվեր, և կամ ինչպես կգադարեին այդ բադարակը։ Ծննդոց գրքի մեջ մարդկային ընկերության պատմության մեջ թադերափեմը կբացվի բադարակիմը դեպքով։ Գայեն և Ապելի մատուցած բադարակներով։ Գայենը և Ապելը, որոնք Ադամի և Եվայի զավակներն էին, Գայենը երկրագործ էր, իսկ Ապելը ոչխարներու հովիվ էր։ Այս երկուքը օրը ուզեցին Աստուծո բադարակ մատուցանել, այսինքն նվեր մատուցանել։ Գայենը երկրի բդուղներեն արավ և ընձա բերավ Աստուծո, անշուշտ լավագույն բդուղներեն, իսկ Ապելը իր ոչխարներու առաջինը կամ բարարդակույն ոչխարը ընտրեց և նվիրեց Աստուծո։ Եվ 4-րդ գլխում մեջ ծնունդի կտեսնենք, թե Աստված Ապելի բադարակը ընդունեց, սակայն Գայենի բադարակը մերժեց։ Եվ ճիշտ այդ պատճառով Գայենը նախանձելով սպանեց իր եղբորը Ապելին։ Այս պատմության մեջ պետք է նկատի առնել մի քանի կարևոր կետեր։ Առաջին, ինչպես ասենք, մարդկային ընկերության պատմությունը կսկսի բադարակով և պիտի շարունակվի զանազան բադարակներով և իր ամբողջականությանը պիտի հասնի Քրիստոսի մարմնին մեկ անգամ բադարակվելով և դարձյալ պիտի շարունակվի Քրիստոսի մարմնին և արյան բադարակումով։ Ամեն անգամ, որ կմատուցվի Սուրբ բադարակը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը շարունակելի է։ Իսկ երկրորդ, արդար Ապելի բադարակը պետք է ըլլա Քրիստոսի բադարակին խորհրդանիշը։ Թեպետ Ապելը մեռավ, սակայն դեռևս ան կխոսի Քրիստոսի արյան ընդմեջեն, մեր բադարակներու ընդմեջեն։ Անոնց արդար արյունը պիտի պահանջվի այս մարդկութենեն, ինչպես գրված է Մատթեոս ավետարանի 20-րդ գլխու 35-րդ համարին և Եբրայեցիներու նամակի 11-րդ գլխու 4-րդ համարին մեջ։ Իսկ երկրորդը պիտի ըլլա Նոյ նահապետի մատուցած բադարակը։ Երբ Նոյը ջրհեղեղի պատուհասեն ազատվեցավ և Աստուծո հրամանով դաբանեն դուրս ելավ իր ընտանիքով և իր ամեն տեսակի այդ կենդանիներով, այնտեղ Արարատ լերան վրա սեղան շինեց Տերոջը համար և բոլոր մաքուր անասուններեն և թռչուններեն վերցուց և սեղաններու վրա ողջագեզներ, բադարակներ մատուցանեց։ Եվ Տերը գսե անուշ հոդը արավ, բուրմունքը արավ և իր սրտի մեջ ըսավ ասկե վերջ այլևս ես մարդկությունը պիտի չբնաչնչեմ, երկիրը պիտի չանիծեմ, ինչպես կգարտանք Ծննդոց գրքի 8-րդ գլխու 18-րդ համարեն սկսյալ։ Նոյան բադարակի այս պատմության մեջ նկատի առնելու կետ մը կա, թե երբ Աստված, երբ Նոյին ու անոր ընտանիքին ազատեց ջրհեղեղի պատուհասեն, վերջինս Նոյը իր ընտանիքով երախտագիտական բադարակ մատուցանեց Աստուծո։ Հետևաբար, որչափ առավել մենք քրիստոնյաներս պետք է երախտագիտական
բադարակներ մատուցանել Քրիստոսի, բայց Քրիստոսով։ Իսկ երրորդը Աբրահամի բադարակն էր։ Աստված Աբրահամին փորձելով հրամայեց, որ մեկ հատիկ իր սիրելի որդին Իսահակը իբրև զոհ բադարակ մատուցանե իրեն Աստուծո։ Աբրահամը ցույց տվավ իր հավատքի մեծությունը և իր հնազանդությունը առ Աստված, և այսպեսով ան պիտի մնա որպես սխրալի օրինակը բադարակի պատմության մեջ աշխարհի սկիզբեն մինչև Հավիդյան։ Սակայն այնտեղ կտեսնենք, թե Տերոջ հրեշտակը արգելեց անոր ըսելով. Աբրահամ, Աբրահամ, և ան ըսավ, ահա այստեղ եմ, իսկ հրեշտակը իրեն ըսավ, դղային ցերկ մի տար, և անոր ոչինչ մի ըներ։ Հիմա իմացա, որ դու կվախնաս Աստուծմե, որովհետև քու մեկ հատիկ որդիդ չխնայեցիր ինձի համար կամ Աստուծո համար։ Եվ Աբրահամը իր աչքերը վեր բարձրացուց և տեսավ, որ իր ետև եղջյուրը կար, որ բռնված էր և բերված իրեն, անալ վերցուց այդ խոյը և այն իր որդվույն փոխարեն իբրև բադարակ մատուցանեց Աստուծո։ Ուրեմն այսպես, Աբրահամը այս բադարակի շնորհիվ իր թիրքը բարձրացուց Աստուծո առջև և միևնույն ժամանակ արժանի եղավ, որ իր երանքեն դուրս եկած Սուրբ Գույս Մարիամ Աստվածածնի միածին որդին ըլլա Աստուծո ճշմարիտ քարը, որ իր վրա պիտի վերցներ աշխարհի մեղքը ճշմարիտ և հավիտենական բադարակ ըլլալով։ Ինչպես կհասկանանք կարդալով Հովհաննես Ավետարանի առաջին գլխու 29-րդ համարեն, Մատթեոս Ավետարանի առաջին գլխու 21-րդ համարեն և Եբրայեցիներու նամակի 9-րդ գլխու 12-րդ և 10-րդ համարը և 28-րդ համարեն և 10-րդ գլխու 10-րդ համարեն։ Այդ է պատճառը, որ երբ Աստված իր միածին որդին աշխարհ պիտի ուղարկեր մարդկությունը փրկելու, Աբրահամին սերունդը ընտրեց, և այդ սերունդեն ալ եկավ Քրիստոսը որպես աշխարհի փրկիչ, քանի որ երբ Աստված Աբրահամեն որպես զոհ պահանջեց իր մեկ հատիկ և սիրելի որդին, ան Աբրահամը ամենայն հնազանդությամբ, հավատքով, վստահությամբ Իսահակը տվավ որպես պատարագ։ Եվ որովհետև Իսահակի արյունը չէր կրնար վերցնել աշխարհի մեղքը, Աստված խոյմը ցույց տվավ անոր, որ որպես պատարագ պիտի մատուցվի մինչև Քրիստոսի աշխարհ գալը և պատարագվելը, որ կարելի է ասել, դարձյալ Աբրահամի որդին պիտի ըլլար իբր մարդ։ Ան ճշմարիտ պատարագ պիտի ըլլար և պիտի վերցներ բոլոր աշխարհի մեղքը։ Այդ պատճառով ալ Մատթեոսը իր ավետարանի սկիզբը կգրե գիրք ծննդյան Հիսուսի Քրիստոսի, Դավիթի որդին, Աբրահամի որդին։ Իսկ երրորդ մեկ այլ տեսակի պատարագներ կային հին ուխտի մեջ, որոնք Մովսիսական օրենքներու պատարագներն էին։ Այսպես, մինչև մեծ օրենսդրի
Մովսես մարգարեի ժամանակ ընտանիքի գլուխն էր հայրը, այսինքն, որ կգադարեր քահանայական պաշտոնը զոհեր եւ բադարակներ մատուցանելով։ Ինչու՞, քանի որ այս ուղղությամբ պաշտամունք գադարելու համար հաստատված մասնավոր օրենքը գոյություն չուներ։ Ամեն մարդ իր ուզած ցևով եւ իր պապակած դեղը զոհ կմատուցաներ։ Առաջին անգամ Մովսեսն էր, որ զոհաբերության կարգն ու կանոնը հաստատեց։ Մովսեսի կողմեն հաստատված օրենքներու համաձայն զոհաբերության տեսակները հետևյալն են։ Առաջին ողջագեզի կենդանին պետք էր լար 1 տարեկան, արու, անարատ քառնուկ կամ այծ, իսկ թռչուններն դադրակ կամ աղավնի ցակ։ Զոհի արյունը Ահարոնի որդիները կսրսկեին վկայության խորանին շուրջը, կհանեին անոր մորթը, գլվային զայն եւ հետո իր ոտքերը գդոր ընելով գշարեին գրագին վրա։ Ամբողջ գիշեր մինչև առավոտ գրագի վրա պետք է մնար եւ քահանան կհագներ իր քթանի պատմուճանը եւ այրված ոչխարին մոխիրը սեղանի մոտ դնելու համար, այնուհետև կփոխեր իր հագուստը, մոխիրը բնակավայրեն դուրս մաքուր դեղ կփոխադրեր։ Գրագը միշտ վարված պետք էր մնար։ Եվ սա անուշահոտ բադարակ մներ դերոջը համար, ինչպես կգարտանք Ղևեդացիներու գրքի առաջին գլխու 1-9-10 համարները։ Իսկ երկրորդ բարոյական հանցանքներու համար տեսակը բադարակ կար, բարոյական հանցանքները ներելու համար։ Այդ մորթված 1 տարեկան կենդանի ջարբոտ մասերը գայրեին, իսկ մնացած գդորները կմնային քահանաներուն ուտելու համար, այսինքն իրենց բաժին կմնար։ Այս մասին կգարտանք Ղևեդացիներու 6-րդ գլխուն մեջ։ Իսկ երրորդ տեսակի բադարակը խաղաղության եւ շնորհակալության եւ այլ ուխտի բադարակներ։ Խաղաղության, շնորհակալության եւ այլ ուխտի կրոնական սկացումներու կոհացում դարու նպատակով զոհեր կմատուցանեին, ինչպես կգարտանք Ղևեդացիներու 7-րդ գլխուն մեջ։ Իսկ 4-րդ տեսակի բադարակը մշտնչենավոր բադարակն էր, որ ամեն օր կմատուցվեր 1 տարեկան 2 քառնուկներեն, մեկը առավոտյան արևածագին, իսկ մյուս քառնուկը երեկոյան արևմուտին։ Սա կգոչվեր անուշահոտ բադարակ դերոջը, եւ այս մշտնչենական բադարակի շնորհիվ Աստված այսպես կխոստանար. գսե բադարակին պիտի հանդիպիմ քեզ հետ խոսելու եւ այնտեղ Իսրայելի որդիներուն պիտի հանդիպիմ ու խորանը իմ բարգովս սուրբ պիտի լա եւ վկայության խորանը ու սեղանը պիտի սրբեմ Ահարոնի ու անոր որդիներուն ալ պիտի սրբեմ որբեսի ինձի քահանայություն ունեն եւ Իսրայելի որդուներուն մեջ պիտի բնակիմ ու անոնց Աստվածը պիտի ըլլամ եւ պիտի գիտնան թե անոնց Տեր Աստվածը ես եմ ու անոնց մեջ
բնագելու համար Եգիպտոսեն հանեցի իրենց։ Ես եմ անոնց դեր Աստվածը։ Ելից գրքի 29-րդ գլխու 38-րդ համարեն մինչև 46-րդ համարը։ Իսկ 5-րդ Զադիկ կամ Բասեք կամ կգոչվի նաև բաղարչագերած դոնը, լսած եք։ Եվ այս դոնը Իսրայելի որդիներուն Եգիպտոսեն դուրս ելնելու հիշադակին նվիրված է։ Մովսեսը Աստուծո հրամանով հաստատեց բաղարչագերած կամ Բասեկի Զադիկի դոնը, որ դարի և սերունդ հիշեցնե հրյաներուն, թե ինչպես Աստված անոնց առաջին Եգիպտոսեն հանեց, երկրորդ Քերութենեն ազատեց, իսկ երրորդ մեծ Դատաստանով փրկեց, իսկ չորրորդ և ցեզ իմ ժողովուրդս պիտի ինեմ ու ցեզի Աստված պիտի ելամ, ինչպես կարդամ Ելից գրքի 6-րդ գլխուն մեջ։ Եվ որովհետև Տերը զորավոր ցերկով Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն դուրս հանեց ապրիլ ամսվա մեջ, այս պատճառով այն ամիսներուն առաջինը պիտի ելար ապրիլը, և այդ ամսվա մեջ պիտի կատարվեր զատկական պատարագը։ Այդ ամսվան 10-ին ամեն մեկը քառնուկ մը պիտի վերցներ ընտանիքի թիվին համապատասխան, քառնուկը պետք է լա ինչպես 1 տարեկան, անարատ և արու, և այդ քառնուկը պետք է պահեն մինչև ամսվան 14-րդ օրը, ապա Իսրայելի ժողովի ամբողջ բազմությունը պետք է մորթեր այդ երկու երեկոներուն մեջտեղ, 14-ի և 15-ի մեջտեղը։ Եվ ամսվան 14-ը պատրաստության օր էր։ Մեր լեզվով մենք կգոչենք խթման գիշերը։ Եվ արևի մայրամուտին 15-րդ օրը կսկսեր Զադիկը։ Այս դոնը 7 օր կտևեր, այսինքն ամսվա 15-ին մինչև 25-ի երեկոյան։ Եվ այս շրջանի մեջ բաղարչագերած կամ բաղարչ անթթխմոր և առանց աղի հաց պետք է ուտեին։ Իսկ խմորված հացը դունեն կվերցնեին և կտանեին ամսու 13-ին 14-րդ օրը չսկսած, ինչպես Մովսեսը կպատվիրե իրենց։ Անշուշտ թե սիրելիներ, այս հին ուխտի պատարագները շատ կարևոր են այս մանրամասնությունները, որովհետև այս ձևով մենք կրնանք գաբել Քրիստոսի պատարագումը հին պատարագներուն և տեսնենք, թե Աստված ինչ ծրագիր գծեց մինչև Քրիստոսի պատարագումը։ Այդ 7 օրերուն ծառայական կամ որևէ այլ գործ պետք չէր ընեին, և այդ օրերը պետք էր սուրբ պահեին։ Առաջին օրը 15-ին սուրբ ժողով պիտի տեղի ունենար, և ամեն մեկ ընտանիք պիտի պատմեր իր որդիներուն, թե այս դոնին էր, որ Աստված Իսրայելի ժողովուրդը ազատագրեց Եգիպտոսեն Քերության երկրեն, ինչպես կկարդանք Ելից 10-րդ գլխու 8-րդ համարեն մինչև 10-րդ համարը։ Այս պատճառով օրենքները, սաղմոսները և մարգարեությունները
բոլոր քրքերում մեջ հաջախ պիտի հանդիպինք հետևյալ խոսքերուն. ես եմ քու Տեր Աստվածդ, որ քեզի Եգիպտոսեն հանեցի, քերութենեն հանեցի, որովհետև Իսրայելի որդիները միշտ պետք է հիշեն իրենց ազատարար և բրգիչ Աստվածը։ Զատկական քառնուկին միսը թեթև գրագի վրա պետք է խորովեն, ամբողջ գիշեր պետք է ուտեին և անոնցմե ոչ մեկ բան պետք չէր ավելնար։ Պետք էր ուտեին փաղարջ հացով և լեղի խոտով։ Ինչու, որպես հիշատակ Եգիպտոսի մեջ իրենց ապրած թարն և դժվար կյանքին։ Ինչպես նաև քարոսետ կուտեին, որ տեսակը անուշեղեն էր, որ շինված էր ընկույզեն, նուշեն, խնձորեն և քինիով եփված գլար, թուզեր և միրգեր մեջը դրված, աղյուսներու ցևով կտրված և կարմիր գույնով, որպես խորհրդանիշ հրեաներու Եգիպտոսի մեջ իրենց աղյուսներ շինելու այդ դաժանագույն գործին։ Իսկ խմելու համար քինին էր և անհրաժեշտ էր։ Եվ այդ քինիեն բոլորը պետք էր խմեին և գոնե 4 բաժակ պետք է ըլլար զատկական ընթրիքի ժամանակ իբրև շնորհակալություն և երախտագիտություն Աստուծո հրեա ազգին համար կատարած քարապատիկ շնորհներուն։ Առաջին, ինչպես ասինք, Եգիպտոսեն զորավոր ցերկով ու հրաշքով դուրս հանելու, երկրորդ քերութենեն ազատվելու, երրորդ մեծ դատաստաններով բրգվելու, իսկ չորրորդ Աստուծո ժողովուրդ դառնալու։ Եվ այսպես, երբ ամեն բան պատրաստ ըլլար, ընտանիքը սեղանի շուրջ կհավաքվեր և ներկաներու թիվը 10-ն պակաս պետք չէր ըլլար և ոչ ալ 20 անձե ավելի։ Եվ այդ պատճառով, եթե ընտանիքի անդամները սակավաթիվ էին, պարտավոր էին երթալ ազգականներու հետ ուտել, որպեսզի այդ ընթրիքեն փշրունքներ անգամ չավելնան։ Եվ սեղան նստողներեն յուրաքանչյուրը քոդին կապած, գոշիկները հագած, ցուպը ձեռքին և հավանաբար նույնիսկ իրենց գլխարկներն ալ իրենց գլխում պետք էր դնեին, մեկ խոսքով կատարելապես ճամփորդի նման։ Ինչու՞։ Նախ ասեմ, ջուր և լվացարան կբերվեր և բոլոր սեղանագիծները ձեռքերը կլվային առօրյա սովորության համաձայն, ինչպես կգարտանք դեպքը, որ գրվեցավ և խոսվեցավ, ուրեմն լվացվել է ետք դանդերը գաղութեր առ Աստված այս տոնը պարգևելու համար և փառք կուտար Աստուծո։ Ահավասիկ այս էր քառնագերությունը կամ փաղարչագերածը։ Այս կամ բանը միայն գրված է Մովսեսի հնգամատյանի մեջ։ Այս մեծ տոնին ծիսակատարության մասին գաղափար տալու համար հրեաները ունեին Բաքսա Հագաթա Բասեքի ծիսարան, որ հին գտակարանի ժամանակներեն մնացած էր և երկրորդ դարու վերջավորության գրի առնված էր Հութա Հագաթոյի և անոր աշակերտի կողմէ։ Այսպես, այս բոլոր ավանդությունները հավաքված են Դոսիփաթ անվամբ գրքի մեջ։ Եվ սա կարծեք թե կլրացնե հնգամատյանի փաղարչագերած
դոնի ձիսական բաժինը։ Անգե ետք ինչ կվադահեր։ Առաջին բաժակը գլեցներ դանդերը և գործներ այդ բաժակը քոհություն տալով այքիներու բերքերուն համար։ Նախ ինքը կխմեր և ապա հերթով սեղանագիցներուն կպաշտեր, որոնք նաև կխմեին և դանդերը միայն գլվար իր ձեռքերը և սեղանին մոտենալով գործներ սեղանը։ Գվերցներ ոչ դարը բանջարեղեններեն, գտատխեր կացախի մեջ և գուդեր։ Եվ նույնը նաև գնեին սեղանագիցները և այդ պահուն հատվածներ կգարտային երկրորդ օրինաց գրքեն, ինչպես նաև այլ սուրբ գրային հատվածներ։ Երկրորդ բաժակը գլեցնեին, սեղանագիցները կամ սեղանագիցներու մեջ են ամենեն փոքրը դանդերոջը կհարցներ, թե ինչ կնշանակե այս ամենը, անթթխմոր հացը, խորոված միսը, կացախի մեջ տատախված բանջարեղենը, ճամփորդի նման այս շտաբելով ուտելը ինչ կնշանակեր։ Եվ դանդերը կսկսեր բացատրեր այդ օրերը և կսկսեր խոսիլ, թե ինչպես փարավոնի ծառաներն էին, բայց հավիտենական մեր Աստվածը բրգեց մեզի փարավոնի ձեռքեն, Եգիպտոսեն հանեց և այլն։ Այդ պահուն բոլորը միասին կսկսեին երգել սաղմոսներ, որոնք կգոչվեն հալլել։ Դանդերը անգամ ևս գլվար իր ձեռքերը, երկու փաղարջ հաց կվերցներ, անոնցմե մեկ հատը երկու մասի կպաշտներ և այս երկու գդորները բոլոր հացերու տակ կդներ և մույս հացը երկու մասի պաշտելով իրար կբարձրացներ թպցնելով առ Աստված և օրհնություն կերքեր, անգե ետք գառներ թարն բանջարեղեններեն, անոնք կտատխեր քացախի մեջ և գուդեր ու կպաշխեր մույս սեղանագիցներուն։ Անգե վերջ կսկսեր բուն ընթրիքը։ Սեղանագիցներեն յուրաքանչյուրը իր ուզածը գուդեր, միս, փաղարջ, բանջարեղեն և այլն։ Փաղարջը և բանջարեղենը միշտ քացախի մեջ թաթխելով պետք էր ուտեին։ Ընթրիքեն ետք գլվային իրենց ձեռքերը և գլեցվեր երրորդ բաժակը։ Եվ այս բաժակին առիթով դանդերը քոհաբանական աղոթք կգարտար առ Աստված, շնորհակալություն հայտնելով Աստուծո իր շնորհած բարիքներուն համար և կխնդրեր Իսրայելի ժողովուրդը օրհներ և կաղոթեր նաև Մեսիայի քալուստին համար և բաժակը օրհնելէ ետք այդ բաժակը գուդա մույս սեղանագիցներուն և բոլոր սեղանագիցները կխմեին։ Ներկաները այս պահուն նաև գերքեին հալլելի երգը, որ դարձյալ սաղմոսներ էին և կմիանային կամ կամբողջացնեն նախորդ սաղմոսները, որոնք գերքեին։ Չորրորդ բաժակը, որ առաջիններու պես գործնվեր և կխմվեր, անգևերջ ովևէ բան խմելու պատվեր չկա։ Ընթրիքը կավարտեր այս ձևով և սեղանագիցները կցրվեին։ Քրիստոսի մեկ անգամ մատուցած պատարագը այս ամեն բովանդակությունը իր մեջ կբարունակե։ Եվ Քրիստոսի պատարագով այս բոլորը կատարած կլանք։ Ինչու՞։ Որովհետև օրենքի պահանջները իրենց պես զոհերով
ըստվերն էին, օրինակն էին Քրիստոսի բادرակումով, որ իբրև Աստուծո միակ քարնուգը զոհվեցավ եւ իբրև բادرակի խորհուրդի ընդմեջեն գբաժնվի մեզի որպես դերոջը մարմինը եւ արյունը։ Այսպեսով այս մասնալ գավարտենք եւ երկրորդ կամ երրորդ մասի մեջ պիտի խոսենք բաղարչագերած կամ զատկական տոնի մասին ըստ 4 ավետարաններուն եւ ըստ քրիստոնեական կամ քրիստոնեական ակնոցներով։ Գողջունեմ ցեզ, Աստված օրհնե ցեզ եւ մեզ բոլորս։